Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող ԵՄ կամուրջ կրթական ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի բուհերի կրթական որակն ու նպաստել եվրոպական ֆինանսավորմամբ ծրագրերի մշակմանն ու կառավարմանը։ Նախաձեռնությունն իրականացվում է 3 երկրի կրթական կառույցների ակտիվ համագործակցության արդյունքում։ Ծրագրի հեղինակային կազմը 3 երկրների ներկայացուցիչներն են՝ Հայաստան, Իտալիա եւ Իսպանիա։ Ծրագրի բուն նպատակը 2 տարվա կտրվածքում վերապատրաստել Հայաստանի եւ գործընկեր կազմակերպությունների հետազոտողներին, բուհական համակարգի ադմինիստրացիայի ներկայացուցիչներին, որպեսզի Եվրոմիության դրամաշնորհային կրթական ծրագրերի մասնակցության աճը առավել մեծանա։ Ծրագրի համակարգողներից Ատոմ Մխիթարյանի համոզմամբ ԵՄ կամուրջը միավորում է միջազգային բուհերի փորձը, ստեղծելով նոր հնարավորություններ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգերի զարգացման համար։ Ինչի համար է առաջացել կարիքը այս ծրագիրը իրականացնելու, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ իրավունք է ստացել Եվրամիության անդամ չլինելով մասնակցելու Եվրամիության ծրագրերին, ուղիղ դիմելու եւ համակարգելու։ Բայց քանի որ կարողությունները համալսարանների մոտ, հասարակական կազմակերպությունների մոտ այնքան էլ բարձր չեն, դիմելու եւ հատկապես շահեկանորեն դուրս գալու, այսինքն շահելու ծրագրերի հավանականությունը շատ փոքր է։ Ծրագրի շրջանակում միջազգային գործընկերների այցերի միջոցով նախատեսվում է վերապատրաստել հայաստանյան բուհերի ուսանողներին եւ դասախոսներին, կրթական գործընթացը մոտեցնելով եվրոպական չափանիշներին։ Այսօր ծրագրի առաջին հանդիպումն է, որի ընթացքում գործընկերները ուղենշեցին հետագա քայլերը։ Ծրագրի մասնակից բուհերը եւ Հայաստանից եւ Իտալիայից եւ Իսպանիայից հայտնի են եւ այս բուհերի շրջանակներում բուհերի աշխատակից դասախոսները, վարչական համակարգի աշխատողները, ինչպես նաեւ հայաստանյան բուհական համակարգի այլ ներկայացուցիչներ եւս կինտեգրվեն ծրագրի ընթացքում, կանցնեն վերապատրաստումներ, կմասնակցեն կրթական ծրագրի մշակման գործընթացին եւ կրթական ծրագիրը 3 բուհերում նախատեսում է կյանքի կոչել։ Արդեն իսկ կան ծրագրին հետաքրքրություն ցուցաբերած բուհեր։ Շիրակի եւ Վանաձորի պետական համալսարաններն արձագանքել են նախաձեռնությանն ու պատրաստակամություն հայտնել ուսանողների հետ շարունակական աշխատանք կատարել։ Ցանկություններ կան, տարբեր բուհեր արդեն իմացել են եւ հատկապես մեր մարզային բուհերը, Վանաձորի եւ Գյումրիի համալսարանները, ինչպես նաև Երևանյան մի քանի բուհեր հետաքրքրություն արդեն հայտնել են, որպեսզի մասնակցեն այս ծրագրերին։ Մենք նրանց հետ առաջիկայում քննարկումներ կունենանք, այս մեկնարկային հանդիպումից հետո ամենայն հավանականությամբ կստորագրենք համագործակցության համաձայնագրեր կամ պայմանագրեր եւ աշխատանքը ավելի ինստիտուցիոնալ բնույթ կկրի։ ԵՄ կամուրջ ծրագիրը 24 ամսյա ժամկետ ունի։ Կլինեն հանդիպումներ հայաստանյան բուհերում ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։